Որտական է, առաջնայինն է հենց ազգերի ինքնորոշումը եւ հենց սրա մասին է Հաագայի դատարանի որոշումը։ Ես կարող եմ նաեւ մեկ մեջբերում անել Հաագայի դատարանի նախագահի խոսքից, Հիսաշի Օվադայի խոսքից, որտեղ նա շատ հստակ ասել է. միջազգային իրավունքը չի պարունակում արգելք անկախությունը հռչակելու համար։ Եվս մեկ ցիտատ բերեմ, դա արդեն լսումների ժամանակ ամերիկյան ներկայացուցիչի, պաշտոնական ներկայացուցիչի խոսքներ, որը հետևյալն էր. միջազգային իրավունքը ոչ արգելում է անկախության հռչակումը, ոչ էլ պահանջում է դրա համար արտոնում թույլտվություն։ Սրանից հետո արդեն ակնհայտ է այն ամեն ինչ որ խոսում է Ադրբեջանը, որ լիովին հակասում է միջազգային իրավունքին, սա մեկ, երկրորդը ինչ տեղի ունեցավ։ Միջազգային դատարանը ըստ էության ասեց, այո, երկու ալբանական պետություն անկախ կարող են գործել։ Ալբանիան եւ Կոսովոն, չէ՞ որ բոլորս գիտենք, որ Կոսովոյում նույն ալբանացիք են ապրում։ Դրանից հետո ուր մնացին Ադրբեջանի ամենաբարձրաստիճան պաշտոնյաների խոսքերը։ Հայերը չեն կարող երկու անգամ ինքնորոշվել, երկու պետություն ունենալ, այ կոնկրետ դեպք՝ երկու ալբանական պետություն։ Պարոն Քոչարյան, այ հենց ձեր ասացի համատեքստում, ուրեմն Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ նախագահ Սարգսյանի երեկվա հնչեցրած հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը այսօր ակտիվացավ, տարօրինակ մեկնաբանություն արեց, մասնավորապես Ադրբեջանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը ուրեմն հայտարարեց, թե Սանկտ Պետերբուրգում ներկայացված աշխատանքային առաջարկներ էին, որը արեց կողմերից մեկը Ռուսաստանը, այդ կերպ խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը։ Մինչդեռ մոռանալով, որ ընդամենը մի քանի օր առաջ Ալմաթիում ԵԱՀԿ Մինսկի խմբի արտգործնախարարները վերարժևորեցին պետերբուրգյան առաջարկները, անելով համատեղ հայտարարություն։ Այսինքն ինչ է սա, ինչպես հասկանալ Ադրբեջանի նման պահվածք։ Դուք շատ ճիշտ ձևակերպեցիք մոռանալով։ Այսինքն մենք ունենք տիպիկ ամնեզիայի, ասենք թե մոռացության դրսևորում։ Վերջի վերջո ինքը Ադրբեջանի նախագահը եռակողմ հանդիպման ժամանակ Սանկտ Պետերբուրգում տվել է համաձայնություն այդ փաստաթղթի հիման վրա առաջ գնալ։ Մեկ, երկրորդը, պնդում է, որ դա իբր եռանախագահող երկրներից միայն մեկի առաջարկն է։ Այցելել են տարածաշրջան եռանախագահները եւ իրենք հենց քննարկել են առաջընթացը հիմնված այս փաստաթղթի վրա, որին իրենք աջակցություն են հայտնում Սանկտ Պետերբուրգյան։ Ալմաթիում դուք իրավասի եք դրա մասին ուղղակի հղում է կատարվել եւ վերջի վերջո հրապարակային դրա մասին ասել են նույն համանախագահները այդ փաստաթղթի մասին։ Այդ տեսակետից Ադրբեջանի վարքագիծը, գիտեք, ինքը միշտ մի վարքագիծ է ցուցաբերել, այն ինչ որ ձեռնտու չի տեսնում։ Արդյունքը դառել է նա, որ նա արդեն իրականում չի տեսնում այն, ինչ որ բոլորի համար ակնհայտ է։ Այդպես փակ աչքերով ուր է հասնելու Ադրբեջանը, դա իր խնդիրն է։ Պարոն Քոչարյան, եւ մի հարց էլ քննարկենք եւ այսքանով եզրափակենք, ուրեմն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել հունիսի 18-ին Ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ կազմակերպած սադրանքի արդյունքում զոհված Մուբարիս Իբրահիմովին հետմահու Ադրբեջանի ազգային հերոսի կոչում շնորհելու մասին։ Ես հիշեցնեմ, որ այդ ժամանակ զոհվեց 5 հայ եւ վիրավորվեց 3 հայ զինվոր։ Բացի այդ Ադրբեջանի նախագահի որոշմամբ նաեւ Իբրահիմովի հիշատակը կանմահանա, որոշվել է նրա անունով կոչել մեկ միջնակարգ դպրոց եւ մի փողոց, այսինքն ինչ է սա, Սաֆարով 2, թե արդյոք սա առողջ պահելաձև է։ Ну նախ արձանագրենք։ Նա ով որ պարգևատրել է, նա էլ կազմակերպել է այդ սադրանքը եւ պարգևատրում է իր հանձնարարականը կատարելու համար։ Երկրորդը, գիտեք, ցավալի է, որ մեր հարևան ժողովուրդը ձեռք է բերում այդպիսի կերպար։ Այսինքն Սումգայիթի ջարդերից հետո հերոսացնել ջարդարարներին, որոնք խաղաղ բնակչության նկատմամբ ահավոր բռնություններ էին կիրառում։ Ռամիլ Սաֆարովի դեպքը, որը գիշերը, ինչ ասեմ, նենգաբար կացնով սպանում է քնած հայ սպային։ Հաջորդը, այս դեպքը, նույն ձեռագրով գիշերը մտնել, փորձել հնարավորինս շատ մարդ սպանել։ Վերջի վերջո ձևավորում է մի կերպար, գիշերը գաղթակողի, արյունոտ կացիր է ձեռքին մի մարդասպանի։ Սա է ցանկանում Ադրբեջանի ղեկավարությունը, որ այսպեսին լինի Ադրբեջանի կերպարը։ Գիտեք ինչ, իրականում, եթե պատրաստ են բաց ճակատով
դեմ արդեմ դուրս գալու, դա մի խնդիր է։ Մի անգամ դուրս եկան պարտություն կրեցին։ Այսպիսի ծերագրով, այսպիսի ոճով իրենք դասիրակում են մարդասպաններ, այլ ոչ թե կռվողներ։ Եվ պատահական չի, որ իրենց ամենօրյա հայտարարությունները ռազմատենչ հայտարարությունները միայն վկայում են իրենց թուլության մասին, հարցակվողը կհարցակվի, այլ ոչ թե գաղթագողի, այսինքն տակից գործողություններ կկատարի։ Եվ ես կարծում եմ, որ արդեն գործը հասել է այն աստիճանի եզրին, որը բոլորի համար ակնհայտ է։ Կամ պետք է Բաքվի ղեկավարությունը վերջի ուշքի գա, իրականում նստի բանակցությունների սեղանի շուրջ, կամ իր այդ գործելակերպը միայն եւ միայն նորանոր խնդիրներ առաջացնելու հենց Ադրբեջանի համար։ Շնորհակալ եմ, պարոն Քոչարյան, մեր հարցերին պատասխանելու եւ մեր հրավերն ընդունելու համար։ Եվ ուրեմն Ադրբեջանի ձեռագրի եւ ոճի մասին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի միջազգային դատարանի Կոսովոյի վերաբերյալ եզրակացության մասին զրուցեցինք փոխարտգործնախարար Շավար Քոչարյանի հետ։ Հայկական երկրորդ հանրապետության նախագահն այսօր հերթական այցով առաջին գծում էր հայ զինվորին Բակո Սահակյանն իր մարդկային մեջ շնորհակալությունն է ասել ու ընդգծել, որ հենց այստեղ հրամատներում է լուծվում երկրի կարևորագույն անվտանգության խնդիրը։ Մարտական ծառայության անձերի իրականացման համար Արցախի պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են պետական պարգևներով ու թանկարժեք նվերներով։ Առաջին գծից պատմում է մեր թղթակից Մերի Դավթյանը։ Հայ զինվորը կատարված պարտքի զգացողությամբ է անցկացնում զինծառայության իր տարիները։ Արցախի պաշտպանության բանակն էլ ամենօրյա հերոսության դրսևորումներով հաղթահարում բոլոր փորձությունները։ Քանզի հարկադրված է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումներին հակադարձելու։ Արցախի գերագույն գլխավոր հրամանատարի հերթական այցելությունն առաջին գիծ մշտական ընդգծումն է այն ճշմարտության, թե երկրի համար բոլոր կարևորագույն խնդիրները լուծվում են հենց սահմանային խրամատներում։ Մոտ ապագայում դուք նոր միջոցներ եք ունենալու, որը հնարավորություն է տալու ինչպես արդյունավետ գործելու, այնպես էլ ձեր անվտանգության աստիճանը բարձրացնելու։ Ես շնորհավորում եմ ձեզ բոլորիդ եւ շնորհակալություն եմ հայտնում նման ծառայության համար։ Հակառակորդի քայլերը ենթադրաբար ավելացնում են զգոնության աստիճանը։ Մարտակերտի շրջանում արձանագրված սահմանը հատելու դեպքի շարունակությունը Հադրութի շրջանում էր։ Պաշտպանական շրջանի այս դիրքապահները, ովքեր իրենց խիզախությամբ մեկ անգամ չէ որ աչքի են ընկել, այս օրերին նույնպես մարտական դիրքերը պաշտպանելու վճռականություն են ցուցաբերել։ Արժանի հակահարվածի ու մարտական դիրքերում սխրանքի համար էլ դիրքապահները նախագահի հետ ձեռքսեղմումով արժանացան պետական պարգևների, իսկ պաշտպանության նախարարից էլ թանկարժեք նվերներ ստացան։ Շատացել են հրաձգությունները, կրակի խախտման պայմանները։ Մեր կողմից մեր զինծառայողները պատրաստ են հակառակորդի ցանկացած ոտնձգությունների ժամանակ պատասխան տալ, լիարժեք պատասխան ու պաշտպանել մեր սահմանները։ Անմիջական մթնոլորտում ժամկետային զինծառայողների ու սպաների հետ զրույցից հետո նախագահ Բակո Սահակյանը պաշտպանության բանակի հրամանատարի ուղեկցությամբ զինծառայողների կենցաղային պայմաններին ծանոթացավ։ Մերի Դավթյան, Մհեր Մկրտչյան, Այլուր, Արցախ։ Եվ նորից Կոսովոյի թեմայի մասին Սերբիայի պատրիարքը երեկ կարգադրել էր, որի նպաստ Կոսովոյի որոշման դեպքում բոլոր եկեղեցիներում 5 րոպե անդադար հնչի զանգերի կոչնակը։ Վճիռը կայացված ուրեմն նաև հնչել են զանգերը, իսկ թե ինչ արձագանքներ են հնչել աշխարհում, հետաքրքրվել է Լուսինե Կոշեցյանը։ Ամենախիստ արձագանքը բնականաբար սպասվում էր Սերբիայից, որտեղ դեռ հույս ունեին, որ միջազգային դատարանը չի ճանաչի միակողմանի անջատման օրինականությունը։ Եթե դա տեղի ունենա, ապա աշխարհի ոչ մի վիճելի սահման չի կարող անվտանգ համարվել, ասել է Սերբիայի արտգործնախարարը։ Դատարանի որոշմանը ակնդետ հետևում են նմանատիպ խնդիրներ եւ հակամարտություններ ունեցող մի շարք երկրներում՝ Չինաստանում, Իսպանիայում եւ իհարկե Ադրբեջանում։ Ըստ Գարդիանի, թեև որոշումը պարտադիր ուժ չի ունենա, ենթադրվում է, որ այն լրջորեն կազդի նաև այլ դե ֆակտո պետությունների եւ տարածքների վրա, որոնք կարող են անջատվել ապագայում։ Բրիտանական պարբերականը շարունակում է, որ դրանից հետո իրենց անկախությունը ճանաչելու պահանջ կարող են ներկայացնել նաև Լեռնային Ղարաբաղը, Հյուսիսային Կիպրոսը, Հարավային Օսիան, Աբխազիան եւ Մերձդնեստրը։ Կոսովյան հարցը միջազգային հանրությունը բաժանել է երկու մասի։ Անկախացման միակողմանի որոշումը 2008 թվականին պաշտպանեց աշխարհի 69 երկիր, այդ թվում Միացյալ Նահանգները եւ Եվրամիության 27 պետություններից 22-ը։ Միացյալ Նահանգները, որը համարվում է Կոսովյան ինքնորոշման ճարտարապետն ու հովանավորը, երեկ եւս վերահաստատել է իր զորակցությունը։ Վաշինգտոնում Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչի հետ հանդիպմանը փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ երկրամասի անկախության գործընթացն անշրջելի է։ Նա խոստացել է աջակցել Պրիշտինային Եվրամիություն եւ ՆԱՏՕ մտնելու համար։ Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը վստահություն է հայտնել, որ Հաագայում այսօր որոշում կկայացվի ի նպաստ Կոսովոյի։
Իսկ Մոսկվան, ինչպես 2 տարի առաջ, այսօր էլ մնում է իր տեսակետին, ոչ մի դատարան Կոսովոյին անկախություն չի տա։ ՄԱԿ-ի որոշման համաձայն Սերբիայի մաս համարվող Կոսովոյի կարգավիճակի հարցը պետք է լուծվի երկու կողմերի համաձայնությամբ, այլ ոչ թե մեկ կողմի ինքնական որոշմամբ, ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը։ Արևմուտքում Կոսովոյի անկախությանն առանձնակի եռանդով ընդդիմանում է Իսպանիան, որը ևս ունի ներքին խնդիրներ բասկական եւ կատալոնիական ինքնավարությունների հետ։ Իսպանական Corriere della Sera թերթը գրում է. ավելի լավ կլիներ, եթե կոսովյան հարցը թողնվեր փակագծերում որպես նախադեպ եւ որպես ուսումնասիրության հարց միջազգային իրավունքի ոլորտում։ Իսկ Ադրբեջանի ներկայացուցիչը խուսափելով Ղարաբաղի հետ